Միանշանակ, եթե ներկայիս գործող կարգավորումներին անդրադառնանք, ապա բացառապես սահմանված է քննության կարգով վարորդական իրավունքի վերականգնման ընթացակարգը, որը անկախ զրկման բնույթից եւ հիմքերից այդպես է, եւ եթե արդյունավետության տեսակետից դրան անդրադառնանք, իմ կարծիքով դա այդքան էլ արդյունավետ չի, որովհետև քննության ընթացքում ստուգվում է վարորդի տեսական եւ օրենքի տեսակետից ինչքանով է տիրապետում նա ճանապարհային երթևեկության կանոններին, իսկ նրա վարքագծի մասով դա որևիցե անդրադարձ չի տալիս, այսինքն եթե զուտ նրա տեսական գիտելիքներին անդրադառնանք, այո, նախքան վարորդական իրավունքի վկայագիր ստանալը, անձը պարտավոր է այդ ընթացակարգով անցնել, իսկ դա կիրառել որպես պատժամիջոց, իմ կարծիքով արդյունավետ չի, նորից եմ կրկնում, որովհետև նույն ընթացակարգով պետք է ինքը անցնի, նորից ստուգեն նրա տեսական եւ այլ գիտելիքները, իսկ վարքագծի մասով սա բացառապես պետք է այլ գործիքակազմ կիրառվի, որը որ նախագծով նախատեսված է։ Եթե անդրադառնանք փորձաշրջանին, ապա սա հիանալի մեթոդ է, հաշվի առնելով, որ այդ փորձաշրջանի ընթացքում վարորդը կգիտակցի, որ իրեն տրված է սեղմ ժամկետ, որի ընթացքում նա պարտավոր է իր վարքագիծը դրական դրսևորել, հակառակ դեպքում ժամկետը լրանալուց հետո եւ սահմանված միավորների քանակը սպառելուց հետո նա կզրկվի վարորդական իրավունքից։ Այսինքն սա ենթագիտակցորեն վարորդին ստիպելու է ավելի սթափ եւ ավելի գիտակից իրեն դրսևորել ճանապարհային երթևեկության կանոնների ապահովման փուլում։ Որպես պատժամիջոց տուգանքը եւ մինչեւ 50,000 դրամ կիրառելը առաջին անգամ խախտում կատարելու դեպքում եւս գտնում եմ, որ արդյունավետ կլինի այն առումով, որ նախ ֆինանսական առումով հնարավոր է եւ բյուջեի մասով ավելացում դիտարկել, ինչու ոչ, եթե սա ֆինանսական առումով կարող է նպաստել պետական բյուջեի լրացմանը։ Իսկ փորձաշրջանի ժամանակ կան մեխանիզմներ հստակ, որոնք որ կիրառվելու դեպքում արդեն իսկ ստուգվելու է բացառապես վարորդի վարքագիծը, թե նրա ռեաբիլիտացիոն վարքագիծը եւ այդ գործիքակազմը ինչքանով են ազդելու, սա ցույց կտա պրակտիկայի ընթացքում եւ գործնականում կիրառելու ընթացքում, բայց որպես իրավաբան գտնում եմ, որ սա ավելի արդյունավետ կարող է լինել, քան թե ներկայիս կարգավորումները։ Քանի որ ցանկացած վարորդ ինքը պետք է նաև ենթագիտակցորեն հասկանա, որ իր վարորդական իրավունքը, որը որ վերջինս ձեռք է բերել մեծ դժվարությամբ, կարող է որոշակի պատժամիջոցների կիրառման արդյունքով անվերադարձ, նույնիսկ չասեմ անվերադարձ, բայց շատ դժվարությամբ հետ ստանա եւ միանշանակ օրենք պետքա գործի, այսինքն եթե չլինեն կարգավորումներ, չլինեն պատժամիջոցներ, սա կլինի շատ վտանգավոր հենց երթևեկող անձանց համար, ինչպես նաև այլ քաղաքացիների համար։ Տվյալ պարագայում հարց է առաջանում, ինչ պատժամիջոց եւ ինչ մեխանիզմներ կիրառել, որպեսզի վարորդը հասկանա, որ նա երթևեկության անդամ հանդիսանալով եւ երթևեկելով առավել վտանգի աղբյուր է հանդիսանում եւ կարող է առաջացնել ծանր հետևանքներ, եթե ոչ այն, որ ինքը պետք է սթափ լինի, չպետք է օրենքը խախտի եւ տվյալ պարագայում եթե նա ոչ սթափ վիճակում է, ապա ինչ հետևանքներ կարող են դա առաջացնել։ Ամենակարևորը դա է, որ նախ անձը գիտակցի, իմ կարծիքով, ցանկացած վարորդ պետք է գիտակցի, որ ինքը հանդիսանում առավել վտանգի աղբյուր եւ մարդկանց կյանքի եւ առողջության հարցը բառից բուն իմաստում իր ձեռքերում է, այսինքն այդ ղեկը, որ նա բռնել է, արդեն իսկ հանդիսանում առավել վտանգի աղբյուր օրենքի տեսակետից եւ նա պատասխանատվություն է կրում ինչպես իր կյանքի համար, այնպես էլ երթևեկության մյուս մասնակիցների համար եւ հետիոտների համար։ Սա առաջին պայմանն է, որ ցանկացած վարորդ պետք է հասկանա։ Երկրորդը այն է, որ եթե նա ոչ սթափ վիճակում ղեկին նստել է եւ ստացվում է այնպես, որ այդ ոչ սթափությունը արդեն իսկ արձանագրվել է, ապա նա պետք է հասկանա, որ դրա հետևանքները կարան լինել ծանր։ Ծանր հետևանքների մասով, եթե մենք անդրադառնանք, սա արդեն օրենքի տեսակետից եւ միջազգային փորձը ցույց է տալիս, որ ավելի արդյունավետ է, երբ նրանք ֆինանսական կորուստներ են ունենում։
Այսինքն ոչ թե մենակ բաժի միջոցը այն, որ դուք պետք է գնաս քննություն հանձնես ու ցանկացած վարորդ հումուտ է դառնում տարիների ընթացքում, այսինքն անկախ նրանից նա այդ պահին կատարել է իրավախախտում թե չէ, ցանկացած վարորդ արդեն իսկ փորձ ունենալով վարելու ունի արդեն գիտական եւ տեսական գիտելիքներ, այսինքն այսպես թե այնպես մեծամասնությունը այդ քննությունները մի անգամ որ հանձնել են, կրկին անգամ շատ հեշտությամբ կարող են նորից հանձնել եւ նորից իրենք վերականգնել իրենց վարորդական իրավունքները։ Հետևաբար սա նրանց գիտելիքների վերաթեստավորման process է իմ տեսակետից, այլ ոչ թե պատժամիջոց։ Եվ առաջարկվող նախագծի տեսանկյունից, եթե մենք դիտարկենք որպես պատժի միջոց արդեն իսկ փոխարինելու այլ պատժամիջոցներով նշված փորձաշրջանով տուգանքները, ֆինանսական վճարումները, միանշանակ սա ավելի կազդի ցանկացած վարորդին ավելի ուշադիր լինել եւ երթևեկության կանոններին եւ անվտանգության կանոններին հետեւելը։ Կարճ ասած, սա ավելի միջազգային փորձը ցույց է տալիս, որ սա ավելի արդյունավետ է, եթե դիտարկենք վարորդի վարքագծի վերահսկողության կամ նախկինում նրա ոչ պատշաճ վարքագծի ռեաբիլիտացիոն գործիքակազմ այս տեսակետից ավելի արդյունավետ է։ Մյուս կողմից հարց է առաջանում, արդյոք սա կարող է վարորդներին ավելի, այսպես ասած, հանգիստ վիճակի մեջ դնել, քանի որ դե ինչ որ վարորդներ կարող է ասեն դե 50,000 դրամա ոչինչ կվճարենք, տուգանքի չափը եթե մի քիչ ավելանա, իմ կարծիքն է սա, այս դեպքում ավելի ուշադիր կլինեն, որովհետև 50,000 դրամը կարծում եմ, որ դիտարկել ոչ թավ վիճակում, ստեղծելով երթևեկության մասնակիցների համար վտանգավոր իրավիճակ եւ ենթադրյալ նրանց կյանքի եւ առողջության հետ ռիսկի գնալ եւ դիմել ռիսկի, որովհետեւ ոչ թափ վարորդը դա հանցագործություն է կատարում արդեն իսկ ենթադրաբար, այսինքն ինքը կարա հասնի հանցագործությունը ավարտին, կարա եւ բարեհաջող ինքը տեղ հասնի, բայց ամեն դեպքում ոչ թափ վարորդը պետք է հասկանանք, որ ինքը իր ենթագիտակցորեն կամ իր այդ ոչ թափ վիճակից ելնելով արդեն իսկ վտանգի աղբյուր է։ Հետևաբար 50,000 դրամը նրանց համար կարող է այսպես թեթև տուգանքի չափ լինել եւ ասել դե ոչինչ, հիմա 50,000-ը կտանք, կանցնի կգնա։ Իսկ եթե շեմը մի քիչ ավելի բարձր լիներ եւ նրանք արդեն հասկանան, որ այս տուգանքի չափը կարա շատ ավելին լինի, սա եւս կազդի շատ ուշադիր վերաբերվել թե իրենց կյանքին, թե երթևեկության մասնակիցների մյուս անձանց կյանքին։ Եթե դիտարկենք նախկինում կատարած արարքի նորից կրկնելիությանը, ապա նախագծում նաև նշված է այլ վավերապայմաններ, կոնկրետ 2020 թվականից հետո առաջին անգամ խախտում կատարած անձանց տալ այդ հնարավորությունը օգտվելու նշված պայմաններից մեկից, իսկ այն անձիկ, ովքեր որ արդեն դատական ակտով եւ այլ օրինական ուժի մեջ մտած որոշումներով արդեն իսկ զրկվել են, իրանք այդ հնարավորությունից չեն կարողանալ օգտվել, որովհետեւ սահմանափակել է օրենսդիրը, հստակ նշված է, ովքեր կարող են շահառու հանդիսանալ տվյալ պարագայում, ում համար կարող է մեղմ որպես այդպիսի բաժամիջոց կիրառվել, ովքեր պարտավոր են նախկին գործող կարգավորումների համաձայն գնալ եւ քննությունը նորից հանձնել։ Ամեն դեպքում սա ոչ թե ուղղված է որպես առավել խիստ պատիժ դիտարկելու, այլ ընդհակառակը ուղղված է նրան, որպեսզի վարքագծին հետևեն եւ ցանկացած վարորդ հասկանա, որ իր վարքագծին շատ մանրակրկիտ հետևում են, ու դա կատարվի ոչ թե ահռելի բյուջետից ծախսվող գումարների հաշվին, որոնք որ ուղղված են հենց այդ սթափության զննության սարքերի գնմանը, որոնք որ թանկարժեք են շատ, ինչպես նաև որոշ դեպքերում նաև վարորդը իրավունք ունի պահանջելու արյան նմուշի հանձնում եւ այլն սթափությունը ստուգելու պարագայում, այս ամեն ինչը ահագին ռեսուրսներ է պետական բյուջեից տանում, որոնք որ ուղղված են իրավախախտումը արձանագրելուն, որպես այդպիսին եւ վարչական ակտի արձանագրմանը, կայացմանը, իսկ տվյալ պարագայում արդեն այլ գործիքակազմ է կազմվելու եւ
ավելի է թեթևանալու եւ պետության վրա դրված ֆինանսական բեռը, ինչպես նաեւ վարորդներն են հասկանալու, որ եթե ինչ որ տեղ կարող էին եւ խուսափել պատասխանատվությունից, այս պարագայում շատ հստակ է եւ նրանց տրված է թե փորձաշրջան, թե միավորների խիստ սահմանափակ քանակ, որոնց սպառման պարագայում այսպես թե այնպես զրկվելու են վարորդական իրավունքից։ Կարճ ասած կարելի է դիտարկել, որ անկախ նրանից, թե առաջին անգամ է կատարելու իրավախախտումը, թե երկրորդ անգամ է կատարելու իրավախախտումը, սա կարա նպաստի զուտ այն տեսակետից, որ վարորդները մի քիչ հետևողական լինեն իրենց վարքագծին, զուտ վարքագծի հետևողականություն, ինչպես նաև որպես ռեաբիլիտացիոն գործիքակազմ։ Նախագիծը միանշանակ նաև ուղղված է վարչարարության թեթևացմանը, ընթացակարգի թեթևացմանը, որտեղ համակարգը գերծանրաբեռնված է եւ այդ ամբողջը վերահսկելը մեծ ռեսուրսներ են պահանջում, իսկ եթե անդրադառնանք Եվրոպական միության փորձին եւ միջազգային փորձի պրակտիկայի կիրառմանը եւ հաշվի առնելով, որ Հայաստանը ոչ մի հարցում հետ չի մնում եվրոպական ստանդարտներից եւ ամեն ոլորտում ձգտում է ստանդարտներին համապատասխանեցվի, գտնում ենք, որ այս պարագայում դա եւս կխթանի եվրոպական ստանդարտների համապատասխանեցնելուն, կոնկրետ նախագիծը համահունչ է Եվրոպական միության ճանապարհային անվտանգության ռազմավարական նպատակներին կոչվող Vision Zero համակարգին, որով առաջնորդվում են բազմաթիվ երկրներ, կոնկրետ Գերմանիան, Ֆրանսիան, Ավստրիան, եւ այնտեղ արդեն վաղուց գործում է զուտ տուգանային միավորների փորձաշրջման կիրառման եւ այլ մեթոդների կիրառում, ի տարբերություն ներկայումս Հայաստանում գործող կարգավորումների, եւ եթե անդրադառնանք վիճակագրությանը, ապա փորձը ցույց է տալիս եւ վիճակագրությունը ցույց է տալիս ճանապարհային երթևեկության պատահարների արդյունքում զոհերի թվի նվազեցում, ինչպես նաև հենց այդ պատահարների թվի նվազեցում այն երկրներում, որտեղ որ այդ համակարգը գործում է։ Թե ինչքանով կգործի Հայաստանում ինքը որպես արդյունավետ եւ ինչքանով կնպաստի վարորդներին ավելի ուշադիր եւ զգոն լինել եւ հետեւել ճանապարհային երթևեկության բոլոր կանոններին, սա արդեն ընթացքում կհասկանանք, բայց եթե նայենք ներկայիս Հայաստանի Հանրապետության վիճակագրությանը, ապա որևիցե կերպ քննությունների հազմամբ վարորդական իրավունքի վերականգնումը չի նպաստել իրավախախտողների վարքագծի դրական դինամիկային, այսինքն սա որպես բաժիչ միջոց կամ կանխարգելող միջոց չենք կարող դիտարկել, որովհետև նորից եմ կրկնում, ցանկացած վարորդ լավ թե վատ տիրապետում է երթևեկության կանոններին եւ դժվար չի նրա համար գնալ քննություն հանձնելը եւ նորից վերականգնել իր վարորդական իրավունքը։ Եվ տվյալ պարագայում արդեն խիստ փորձաշրջան սահմանելով եւ խիստ ժամկետներ սահմանելով, ինչպես նաեւ կիրառելով տուգանքի չափ, ինչպես նաեւ նախագծով նախատեսված այլ մեթոդներ կիրառելով, ավելի դրական արդյունք կարող ենք մեկ ակնկալել, քան թե ներկայիս գործող կարգավորումներով։ Նախագծով նաեւ նախատեսվում է, եթե չեմ սխալվում, սարքեր տեղադրել եւ այդ ընթացքում հետեւել խախտում կատարած անձանց հենց այդ փորձաշրջանի ընթացքում վարքագծին, այսինքն սա եւս կարող է խթանել, որպեսզի վարորդը հասկանա, որ նրան հետևում են եւ այդ փորձաշրջանի ժամանակ ինքը վերահսկողության տակ է։ Սա որպես կանխարգելող միջոց ավելի դրական կանդրադառնա, քան թե նա հասկանա, որ ոչ մի հետևողականություն իր վարքագծի հետ կապված չկա, ընդամենը կգնա քննություն կհանձնի եւ դրական արդյունքի դեպքում կվերականգնի։ Իսկ տվյալ պարագայում արդեն վարորդը ստացվում է, որ վերահսկողության տակ է, իսկ անձը եթե գիտի իրեն հետևում են, ավելի իրեն կարելի ասել դրական կդրսևորի այս կամ այն ոլորտում, քան թե այն անձը, ով որ գիտի որևիցե վերահսկողություն չկա եւ միակ բաժիչ միջոցը արդեն իսկ կիրառվել է եւ ժամկետը լրանալուց հետո նա կդիմի համապատասխան ընթացակարգին։ Այսինքն սա գտնում եմ, որ եւս կարող է մեծ ազդեցություն ունենալ կոնկրետ այդ փորձաշրջանում վարորդների համար գիտակցորեն մոտենալ եւ տրանսպորտային միջոցը վարել բացառապես անվտանգության եւ երթևեկության կանոններից ելնելով, որ մենք որպես իրավաբան բոլորին հորդորում ենք։ Իսկ եթե ունենան իրավական խնդիրներ եւ ցանկանան խորհրդատվություն ստանալ
տվյալ նախագծի, ինչպես նաև գործող օրենքների հետ կապված մենք միշտ էլ պատրաստ ենք ցանկացած պարագայում տրամադրել այն իրավական իրազեկումը, այսպես ասած, որպեսզի անձը իմանա ինչ իրավունքներ ունի եւ խախտման դեպքում ոնց վերականգնի իր խախտված իրավունքները։